Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել է Միքայել Սրբազանի դատավճիռը, Սրբազանի տնային կալանքը վերացվել է, բացակայելու արգելքը թողնվել է անփոփոխ։ Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունեցել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի գործով վերջին դատական նիստը։ Պաշտպանները Վերաքննիչ բողոքով պահանջել են ամբողջությամբ բեկանել Առաջինատյանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի կայացրած դատավճիռը եւ կայացնել նոր դատական ակտ, ճանաչել եւ հռչակել Միքայել Սրբազանի անմեղությունը։ Վերաքննիչ դատարանը բեկանել է Շիրակի թեմի առաջնորդի գործով առաջին Ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկել հետ նոր քննության։ Ես պատրաստ եմ եղել ամենալավին էլ, ամենավատին էլ, ես ազատ եմ եղել մինչև այս ամենը, ազատ եմ եղել այդ ժամանակ, ազատ կլինեմ հետո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դատարանի դիմաց նշել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը, անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը, որով բեկանվել է իր նկատմամբ առաջին Ատյանի որոշումը եւ այն ուղարկվել նոր քննության։ Միքայել Սրբազանը բավարար չի համարում դատարանի որոշումը, քանի որ չի արդարացվել, ավելի լավ էր տնային կալանքը պահեր, ֆուտբոլ էի նայում գիշերը, հիմա չի պիտի կարողանամ նայել, կատակել է նա։ Հարցին հնարավոր համարում է, որ վեհապարին կկալանավորի այս իշխանությունը, նա արձագանքել է. Աստված մի արասցե, եթե նման բան տեղի ունեցավ, ամբողջ հայ ժողովուրդը պետք է վճարի դրա գինը, ինչպես 38 թվի դիմաց վճարեց հայ ժողովուրդը 100,000-ավոր զոհերով, այնպես էլ դրանից հետո կվճարենք։ Ինչ վերաբերում է իշխանություններին քննադատելուն, ապա Միքայել Սրբազանը հայտարարել է, որ այդպես էլ շարունակելու է, բա ինչ պիտի անեմ, հո գլուխները չեմ շոյելու, իմ գոյությունը արդեն իրենց գաղափարին վնաս է, նշել է Սրբազանը։ Հայ հեղափոխական դաշնակցության ՀԳՄ ներկայացուցիչ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել հունիսի 26-ին Սահմանադրական դատարանը մեկնարկելու է ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարան ներկայացված ընդդիմադիր ուժերի բողոքների քննությունը հունիսի 26-ին ժամը 17:00-ին Սահմանադրական դատարանի շենքի առջև տեղի կունենա ցույց ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների, ասված է հայտարարության մեջ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել կենտրոնական ընտրական հանձնաժողով, գլխավոր դատախազությունից հայտնել են, որ դատախազության կողմից միջնորդություն է ներկայացվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն ստանալու վերաբերյալ, թե ինչ վարույթի մասին է խոսքը դատախազությունը չի հստակեցնում։ Արթուր Ավանեսյանի Կանդազի կալանքը փոխարինվել է տնային կալանքով, նշենք, որ ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը կալանավորվել է 2 ամսով։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու եւ այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որն էլ ընդունվել է վերջիններիս կողմից։ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները, Հովհաննիսյանը քննում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ այլ հայտնի քրեական գործեր։ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ավականուն դիմադիր անդամ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել, այս մասին տեղեկացնում են քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի ավականու հերթական նիստի ընթացքում իրավիճակը լարվել էր, ծեծկռտուք էր սկսվել Մայր Հայաստան եւ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամների միջև։ Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները, այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Մամեդովը Գրոնոյին տեղեկացրել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումների եւ խաղաղության օրակարգի մասին, նշվել է խաղաղության գործընթացի ավարտման պարտավորությունների ժամանակին կատարման եւ փոխադարձ վստահության ամրապնդման համար առկա հնարավորությունների օգտագործման կարեւորությունը։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաեւ մտքերի փոխանակում տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ։ Ռուսաստանը որոշել է փակել Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի հյուպատոսությունը եւ վտարել Ռումինիայի հյուպատոսին։ ՏԱՍ-ի փոխանցմամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը այս մասին հայտարարել է Ռումինիայի դեսպան Քրիստինա Իստրատեին դիվանագիտական առաքելություն կանչելուց հետո տարածված հայտարարության մեջ։ Հունիսի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում Ռումինիայի դեսպան Քրիստիան Իստրատեն կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն եւ նրան ներկայացվել է նախարարության նոտան, որով Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր
գլխավոր հյուպատոսը հայտարարվել է որպես անցանկալի անձ եւ երկրի հյուպատոսական գրասենյակը փակվել են, նշել է արտաքին գործերի նախարարությունը։ Նրանք ընդգծել են, որ այս միջոցառումները պատասխան են Բուխարեստի կողմից Կոստանցիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության գործունեության համար իր համաձայնության անհիմն չեղարկմանը եւ դրա տնօրենին անցանկալի անձ հայտարարելուն։ Իսրայելը եւ Լիբանանը մոտ են մտադրությունների մասին հայտարարության ստորագրմանը, որը կարող է նշանավորվել կողմերի միջև կարգավորման հետագա գործընթացը։ Այս մասին Բահրեյնում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այսօր լիբանանյան եւ իսրայելական իշխանությունների միջև բանակցությունների երրորդ օրն է լինելու։ Երեք կարծում եմ շատ լավ օր են։ Մենք շատ մոտ ենք երկու երկրների միջև մտադրությունների մասին հայտարարություն ստանալուն, որը, ինչպես ես եմ կարծում, կսկսի ուրվագծել խոստումնալից ապագան։ Սա գործընթաց է լինելու, այն ժամանակ կպահանջի եւ մեծ աշխատանք կպահանջի, ասել է Ռուբիոյը։ Նրա խոսքով վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Լիբանանի կառավարությունը ուղղակիորեն խոսում է Իսրայելի կառավարության հետ։ Պետքարտուղարը նաև հայտնել է, որ Վաշինգտոնը վերականգնել է մշտադիտարկման մեխանիզմը, որի շրջանակներում CENTCOM-ը փոխգործակցում է իսրայելական եւ լիբանանյան զինվորականների հետ տեղում միջադեպը ստուգելու համար։ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրոպական միությունը մարդու իրավունքների թեմայով քննարկումների ընթացքում պետք է հարց ուղղեր Վլադիմիր Զելենսկիին այն մասին, թե ինչու է Կիևը հարվածներ հասցնում Դոնբասի բնակիչներին միաժամանակ նրանց համարելով Ուկրաինայի քաղաքացիներ։ ՌԴԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանելով Բրյուսելում անցկացված ԵՄ ուկրաինական երկխոսությունը մարդու իրավունքների հարցերով հայտարարել է, որ եվրոպական կողմը չի բարձրացրել մի շարք խնդիրներ, որոնք ըստ Մոսկվայի վերաբերվում են ռուսախոս բնակչության իրավունքներին, խոսքի ազատությանը, կրոնական ազդեցություններին, կոռուպցիային եւ քաղաքական հետապնդումներին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կկարողանա առաջադրվել 2028 թվականի ընտրություններում երրորդ անընդմեջ ժամկետում սահմանադրությամբ սահմանված բացառիկ հանգամանքներում։ Այս մասին Անադոլու գործակալությունը հայտարարել է Թուրքիայի առաջնորդ գլխավոր խորհրդական եւ նախագահական վարչակազմի իրավական քաղաքականության խորհրդի փոխնախագահ Մեհմեդ Ուչումը։ Նա բացատրել է, որ հաջորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների նախատեսված ամսաթիվ պետք է լինի 2028 թվականի մայիսի 7-ը, այլ ոչ թե մայիսի 14-ը, ինչպես պնդում են որոշ դիտորդներ եւ վերլուծաբաններ։ Ընտրությունները պետք է անցկացվեն նախագահի եւ խորհրդարանին հնգամյա ժամկետի ավարտից առաջ, քանի որ վերջին ընդհանուր ընտրությունները տեղի են ունեցել 2023 թվականի մայիսի 14-ին։ Հաջորդը կանցկացվեն 2028 թվականի մայիսի 14-ից առաջ կիրակի օրը, այսինքն 2028 թվականի մայիսի 7-ին, նշել է Ուչումը։ Ֆրանսիան Սիցիլիայի ափերի մոտ Ռուսաստանի հետ կապված նավթային տանկեր է կալանավորել։ Այս մասին 5 շաբթի հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 3 շաբթի օրը ֆրանսիական ռազմածովային ուժերը Deliver նավթային տանկերի տախտակամած են բարձրացել այն պահին, երբ պայն ծովային իրավունքի խախտումներով անցնելուց է եղել Սիցիլիայի ափերի մոտ։ X սոցիալական ցանցում գրել է Մակրոնը։ Ծովային իշխանությունների տեղեկացմամբ Կամերոնի ջրոշի ներքո ընթացող եւ ռուսական Պրիմորսկ նավահանգստից դուրս եկած նավը վերցվել է ֆրանսիական ռազմանավերի ուղեկցության տակ եւ ուղղվել է Խարցխակայան լրացուցիչ ստուգումներ անցկացնելու նպատակով։ Սահմանադրական դատարանի գործընթացի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ անի, որովհետև կոռեկտ չէ։ Մեր դիրքորոշումը մեր ներկայացուցիչները կներկայացնեն Սահմանադրական դատարանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողը հետաքրքրվել է իշխող ուժը մտավախություն չունի, որ Սահմանադրական դատարանը կարող է ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել եւ նոր ընտրություններ նշանակել, որին Փաշինյանը պատասխանել է. Ես ուզում եմ, որ անընդհատ չմոռանանք, լեգիտիմության մեկ աղբյուր կա, դա ժողովուրդն է գնահատում իր ընտրությունը տեղի է ունեցել, թե ոչ, եթե որևէ մեկը դիտելու գոնե բավարար հմտություն ունի, անզեն աչքով կնկատի, որ ժողովուրդն արձանագրել է իր ընտրությունը տեղի է ունեցել եւ իր ընտրությունն արձանագրվել է ընտրությունների պաշտոնական արդյունքներով, նշել է Փաշինյանը։ Խոսելով ազգային ժողովի նախագահի տեխնացուի ընտրության մասին, Փաշինյանն ասել է, որ իր մոտեցումները չի հայտնի, իր քվեարկությունը կանի փակ գաղտնի ռեժիմով, ինչպես իր մյուս գործընկերները։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում այսօր տեղի ունենալունից, որտեղ որոշում է կայացվելու առաջադրված տեխնացուներից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը եւ ով ընտրվի դրա մասին կլինի հանրային իրազեկում։ Այսինքն մեր պլանը դա է, որ այսօրվա նիստում այդ հարցով մենք պետք է լսենք տեխնացուներին, հարցեր տանք, մտքեր փոխանակենք եւ որոշում կայացնենք։ Գործադիրի կազմի հետ կապված ես ասել եմ, որ կառավարության կազմում փոփոխություններ չեմ տեսնում, չեմ նախատեսում, այսինքն կառավարության անդամների, փոխվարչապետներ եւ նախարարներ, այլ մակարդակներում որոշ փոփոխություններ մտածում եմ տեղի կունենան, նշել է Փաշինյանը։
Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ նամյոկով ասի մենք չկանք, ինչ կարող ենք անել, չկան, այս մասին կառավարության նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Եվրասիական տնտեսական միությունը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված աշխատուժի, ապրանքների, ծառայությունների եւ ֆինանսների ազատ տեղաշարժի վրա, եթե դա չկա, նշանակում է Եվրասիական տնտեսական միություն չկա եւ Եվրասիական տնտեսական միությունը հարցին պետք է հստակ պատասխանի ինքը կա թե չկա, նշել է Փաշինյանը։ Ես իմ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որին բացակայությամբ ընդունել են։ Պետք է հասկանանք ինչ է դա նշանակում գործնականում ԵԱՏՄ ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարող է այսպիսի որոշումներ կայացնել։ Մի օր արտանան ու որոշումներ կայացնեն։ Կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը։ Իմ գնահատմամբ, եթե այս հարցի պատասխանն այո է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին եւ մենք էլ պետք է այստեղից հետեւություններ անենք, նշել է Փաշինյանը։ Երկրում ձևավորում է կուսակցապետություն, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը։ Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին, Վարդևանյանը նշել է, թե այս ընտրությունները ցույց են տվել ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ։ Առաջին անգամ վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 16000-ից ավելի քվեաթերթիկ եղել է անվավեր։ Սա իսկապես ցայտուն հաստական տվյալ է, թե ինչպես չի կարելի ընտրությունները կազմակերպել, ինչպես չի կարելի ունենալ միջամտություն ընտրական գործընթացի։ Մյուս հանգամանքը, որը ցանկանում ենք վկայակոչել, որ ապացուցում է ընտրությունների ազատ եւ հավասար չլինելը, դա ատելության խոսքն է, դա քրեական հետապնդման ռեժիմը որպես քաղաքական գործիք օգտագործելն է։ Ատելության խոսքի հետ կապված շատ հետաքրքիր գնահատականներ լսել ենք այս ընթացքում։ Իհարկե ատելության խոսք տարածողը, թիվ 1 պատասխանատուն եւ մեղավորը եղել է քաղաքացիական պայմանագիրը, իդեմս իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունեցել Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստ, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որտեղ էլ որոշում կկայացնի։ 2026 թվականի փետրվարի 6-ին Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Ներքին գործերի նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին եւ Փամբագետում որոնողական աշխատանքների իրականացրած ջրասուզակներին ծառայողական պարտականությունները բարեխղճորեն եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ջրասուզակ Վահե Մելքոնյանը պարգևատրվել է անբասիր ծառայության համար մեդալով։ Վահե Մելքոնյանն այն ջրասուզակն է, ով Փամբագետում հայտնաբերել է 7 եւ 13-ամյա քույրերի մարմինները ջրահեղձ եղած։ Օրեր շարունակ նրանք որոնվում էին գետում։ ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու է հայ ազգի պաշտոնյա։ Այս մասին տեղեկացրել է US Armenia հեռուստաընկերությունը, նշելով, որ Ռոբերտ Ուիլյամսը շուրջ 24 տարի ծառայել է Գլենդելի ոստիկանության համակարգում, անցնելով ծառայողական տարբեր աստիճաններով։ Նա ստանձնել է քաղաքի 21-րդ ոստիկանապետի պաշտոնը։ Ուիլյամը նշել է, որ իր գլխավոր առաջնահերթությունները քաղաքի անվտանգության ապահովումն ու տարբեր համայնքների հետ սերտ համագործակցությունն են։ Հունիսի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ։ Այս մասին տեղեկացնում են արտաքին գործերի նախարարությունից։ Բենժամեն Հադադը շնորհավորել է նախարարի տեղակալին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան անցկացվելու եւ հաղթանակի կապակցությամբ։ Կողմերը ի թիվս այլ հարցերի մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության օրակարգի շուրջ, անդրադառնալով Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնման ուղղված քայլերին, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման ուղղված նախաձեռնություններն ու այդ համատեքստում արձանագրված վերջին զարգացումները։ Իրաքը ստիպված կլինի քննարկել բոլոր հնարավոր տարբերակները, եթե իր OPEC քվոտան զգալիորեն չբարձրացվի։ Իրաքի պաշտոնյաները դիտարկել են OPEC-ից դուրս գալու հնարավորությունը, սակայն ներկայումս պլանավորում են մնալ կազմակերպությունում եւ ձգտել քվոտայի բարձրացման, գրում է գործակալությունը հողում անելով իր աղբյուրներին, այդ թվում Իրաքի նավթային նախարարության բարձրաստիճան պաշտոնյային։ Աղբյուրը նշել է, որ մերձավոր արևելքում հակամարտության ֆոնին երկիրը լուրջ ֆինանսական ճգնաժամ է ապրում եւ OPEC-ի քվոտայի զգալի ավելացումը անհրաժեշտություն է եւ պետք է քննարկվի առավելագույն լրջությամբ, ասվում է հոդվածում։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը կասկածի տակ է դրել այն տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքում։ Այս մասին հայտարարել է ՏԱՍ-ի հետ զրույցում։ Ուկրաինական լրատվամիջոցներին հավատալ չի կարելի, ասել է Պեսկովը, արձագանքելով համապատասխան հրապարակումներին։ Նրա մեկնաբանությունը վերաբերվում էր Kyiv Independent-ի հաղորդմանը, որտեղ աղբյուրներին հղումով պնդում էր, որ Կիևը Վաշինգտոնից ազդակ է ստացել ավելի համարձակ գործողությունների համար Ռուսաստանի դեմ։ Միաժամանակ հրապարակման մեջ նշվում էր, որ ամերիկացի պաշտոնյաները չեն հաստատել նման թույլտվության առկայությունը, թեև ընդգծել են, որ Թրամփը ուժեղ կարևոր գործոն է համարում միջազգային քաղաքականության մեջ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կքննարկի Ուկրաինայի տարածքում ամերիկյան հրթիռների արտադրության լիցենզավորման հարցը Կիևի համապատասխան դիմումից հետո։ Եվրոպան փորձում է ճնշում գործադրել Թեհրանի վրա։ Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ իր հայտարարություններով ՏԱՍ-ին հայտնել է իրանական բարձրաստիճան աղբյուրը։ Իրանական բալիստիկ հրթիռների վերաբերյալ եվրոպական նոր բողոքները Թեհրանի կողմից դիտվում են որպես Թեհրանի վրա ճնշում գործադրելու խորամանկություն։ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից Իրանի չեզոքացման ծրագրի շրջանակներում նշել է աղբյուրը։ Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 291-ի, ինչը վերջին 24 ժամվա ընթացքում 14-ով ավելի է, հայտարարել է Կոնգոյի կապի եւ լրատվամիջոցների նախարարությունը իր ամենօրյա տեղեկագրում։ Էբոլայի դեպքերի թիվը կազմում է 1118, ինչը նախորդ օրվա համեմատ 24-ով ավելի է։ Մահացության մակարդակը կազմում է 26%։ Հիվանդանոցներում եւ մեկուսացման կենտրոններում գտնվում է 408 հիվանդ, ամբողջությամբ ապաքինված հիվանդների թիվը 122 է։ Նախարարությունը նշել է, որ համաճարակաբանական հսկողությունը շարունակվում է ակտիվ մնալ։ Գրանցվել է էբոլայի կասկածելի դեպքերի 699 ծանուցում։ Դրանցից 99.4%-ը հետաքննվել են, բացահայտելով 138 կասկածելի դեպք։ Էբոլայի ներկայիս բռնկումը սկսվել է մայիսի 15-ին Կոնգոյի արևելքում։ Դրա էպիկենտրոնը գտնվում է Իտուրի նահանգում։ Հարևան Ուգանդայում նույնպես կան էբոլայի դեպքեր եւ մահացության ցուցանիշ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ հունիսի 25-ին Ուկրաինան կստանա 90 միլիարդ եվրոյի ֆինանսական փաթեթի առաջին տրանշը 3.2 միլիարդ եվրոյի չափով։ Հայտարարությունը հնչեցրել է Լեհաստան կատարած այցի ընթացքում։ Ֆոն դեր Լայենի խոսքով առաջիկայում կսկսվի նաև այն 6 միլիարդ եվրոյի առաջին վճարումների փոխանցումը, որը նախատեսվում է Ուկրաինայում անօդաչու թռչողսարքերի արտադրության զարգացման համար։ Ավելի վաղ եվրոպացի պաշտոնյաները նշել էին, որ այս միջոցները պետք է օգնեն ամրապնդել երկրի պաշտպանական արդյունաբերությունը։ Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև հիշեցրել է, որ ներկայիս 90 միլիարդ եվրոյի փաթեթը ծածկում է Ուկրաինայի 2026-2027 թվականների ֆինանսական կարիքների միայն մոտ 2/3-ը։ Այդ պատճառով Եվրամիությունը քննարկում է լրացուցիչ 45 միլիարդ եվրոյի աջակցության հնարավորությունը։ Ըստ ավելի վաղ հրապարակված տվյալների, հատկացվող միջոցների մի մասը կուղղվի մակրոտնտեսական աջակցությանը, իսկ գալի մասը ռազմական եւ պաշտպանական ծրագրերին։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է. պատերազմի շարունակումը Ուկրաինայի գործող իշխանությունների համար իշխանությունը պահպանելու միակ միջոցն է։ Նրա խոսքով ուկրաինական խնդիրը կապված է ոչ միայն արտաքին կառավարման, այլև նրա հետ, թե ով եւ ինչպես է ձևավորում ժողովրդի կամքը Ուկրաինայում։ Մեդվեդևը պնդել է, որ այդ կամքը ձևավորում է արտաքին ազդեցության եւ կոռումպացված ուկրաինական էլիտայի ազդեցության ներքո։ Ակնհայտ է, որ պատերազմի շարունակումը գործող ռեժիմի համար իշխանությունը պահպանելու միակ միջոցն է, ասել է նա։ Մեդվեդևը նաև նշել է, որ ուկրաինական էլիտայի համար պատերազմն ու մարդկանց մահը դարձել է իշխանության պահպանելու եւ հարստանալու աղբյուր։ Ադրբեջանն ու Իրանը միշտ միմյանց կողքին են եղել, նույնիսկ դժվարին ժամանակներում։ Այս մասին հունիսի 24-ին հայտարարել է Իրանի խորհրդանի նախագահ Մուհամմեդ Բաղիր Ղալիբաֆը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ։ Մուհամմադ Բաղիր Ղալիբաֆը նշել է, որ վերջին պատերազմը նաև Իրանին ցույց տվեց մուսուլմանական երկրների հետ շփումների կարևորությունը։ Մուհամմադ Բաղիր Ղալիբաֆը ընդգծել է, որ պատերազմի ընթացքում Իրանը ճանաչեց իր ընկերներին եւ թշնամիներին։ Նրա խոսքով այդ համատեքստում Ադրբեջանը որպես բարեկամ երկիր կանգնեց Իրանի կողքին։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հունիսի 23-ին եւ 24-ին տեղի են ունեցել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների եւ հիմնադրամի գլխավոր տնօրենի մրցութային հանձնաժողովի նիստերը, այս մասին հայտնել են Հայաստանի կառավարությունից։ Փաշինյանը հրապարակել է մրցույթի արդյունքները, ըստ այդմ քվեարկության արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամ են ընտրվել Կալիֆոռնիական համալսարանի Լոս Անջելեսի հիվանդանոցի մանկական վիրաբուժության ղեկավար Շեխեր Դիմյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը, Համաշխարհային առևտրի կենտրոնի Երևանի մասնաճյուղի տնօրեն Արտաշես Տոնոյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ուկրաինայի գրասենյակի խորհրդական Թոմաս Պալուն, Kaiser Permanente ընկերության տարածքային ղեկավար Խոդամ Ռոստոմյանը, հիմնադրամի գլխավոր տնօրեն է ընտրվել Բերեկե Բանկ Ղազախստանի գլխավոր ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելքոնյանը։ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ որոշման մեջ ասվում է տրամադրել արձակուրդ 11 աշխատանքային օր տևողությամբ 2026 թվականի հունիսի 26-ից հուլիսի 10 ներառյալ։ Միրզոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրան կփոխարինեն արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Վահան Կոստանյանը, Մնացական Սաֆարյանը։ Այսօր առավոտից խուզարկություններ են իրականացվել Գյումրու Մայր Հայաստան խմբակցության ավականու ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանում, նա հնարավորություն չի ունեցել մասնակցելու ավականու այսօրվա նիստին։ Նշենք, որ Կարեն Սիմոնյանը Հայաստան խմբակցության պատգամավորի թեկնածու է, իսկ նախորդային իրավապահները հերթական ձայնագրություն էին հրապարակել իբրև նրա մասնակցությամբ։ Մեր եւ այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին։ Հայաստանում առկա քաղաքական հետապնդումների ռեկորդային ծավալի պայմաններում պետք է պարզապես հիշեցնել, որ իրավունքը չի կարող նսեմացվել, հայտարարել է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանն էլ կոչ է արել Ուժեղ Հայաստան կուսակցությանը ձայնտված քաղաքացիներին ուրբաթ օրը ժամը 13:00-ին հավաքվել Տաշիր արենայում, իսկ հետո Սահմանադրական դատարանի մոտ պաշտպանելու իրենց քվեն։ Որպեսզի իրար հետ մի քանի բան որոշենք, մանդատները չվերցնել, թե վերցնելն է ճիշտ, օրենքի շրջանակներում պայքարի ճանապարհների քննարկումը։ Կարծում եմ շատ հետաքրքիր, հախուռն էմոցիոնալ քննարկում կլինի, նշել է Նարեկ Կարապետյանը։ Հունիսի 24-ին ժամը 19:45-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգեստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել Հրշեջ փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք եւ հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում։ Մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի։ Այրվել է բնակարանի 2 սենյակը գույքով։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մանրամասնել է հայտնել Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից, նշել է, որ այն տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Նիկոլ Փաշինյանի հետ վերահաստատեցինք մեր համատեղ հանձնառությունը ամրապնդելու մեր ջերմ եւ բազմակողմանի գործընկերությունը առանցքային ոլորտներում, ներառյալ առևտուրը, պաշտպանությունը, տեխնոլոգիաները եւ ժողովուրդների միջև կապերը։ Մենք ակնկալում ենք միասին աշխատել նոր բարձունքների հասցնելու Հնդկաստան-Հայաստան հարաբերությունները, նշել է Մոդին։ Ռուսական կողմը սպասում է, որ Երևանը որոշում կկայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ, կամ նրանք կմնան կազմակերպությունում, կամ կնախընտրեն այլ սցենար։ ՌԻԱ Նովոստիին ասել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլյևը։ Պատասխանելով հարցին, թե ինչ գործողություններ է ռուսական կողմն ակնկալում հայկական կողմից, նա նշել է, որոշում կայացնել նրանք կմնան կազմակերպությունում կամ կնախընտրեն այլ սցենար։ Նրանք պետք է մեզ տեղեկացնեն այս մասին, հավելել է Վասիլյևը։ Վենեսուելայում 7.2 եւ 7.5 մագնիտուդով հզոր երկրաշարժեր են գրանցվել, երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել առաջինից 1 րոպե էլ չանցած։ Ծառայությունը հայտնել է, որ հավանական են բազմաթիվ զոհեր եւ լայնածավալ ավերածություններ։ Նախնական գնահատականներով զոհերի թիվը կարող է կազմել 10,000-ից մինչև 100,000 մարդ։ Վենեսուելայի իշխանությունները դեռևս պաշտոնական տվյալներ չեն ներկայացրել զոհերի եւ վիրավորների թվի վերաբերյալ։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը ներկայումս կալանքի տակ է Միացյալ Նահանգներում, սոցիալական ցանցերի միջոցով կոչ է արել քաղաքացիներին միասնության եւ փոխօգնության գործողություններ իրականացնել հզոր երկրաշարժից հետո։ Այս դժվարին ժամանակներում մենք կոչ ենք անում ազգային միասնության, հանգստության եւ կոնկրետ օգնության, օգնելու, պաշտպանելու, կիսվելու, բարձրացնելու եւ վերակառուցելու համար։
համար։ Վենեսուելան մեծ փորձությունների է ենթարկվել, եւ մենք այս ամենից դուրս կգանք չափազանց ուժեղ, հավատքով, կարգապահությամբ եւ համերաշխությամբ, ասել է Մադուրոն X սոցիալական մեդիա հարթակի իր բլոգում հրապարակված հայտարարության մեջ։ Նախագահը նշել է, որ ինքը եւ իր կինը Սիլիա Ֆլորեսը, որը նույնպես գտնվում է Միացյալ Նահանգների բանտում, աղոթում են տուժած ընտանիքների, վիրավորների եւ բնական աղետից տուժած բնակիչների համար։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե այն ռետրանսլյատորները, որոնք օգտագործվում էին Բելարուսի տարածքից Ուկրաինային հասցվող հարվածների ճնշման համար, դադարել են գործել։ Ապա մոնտաժվել են դրանք, թե ոչ, անկեղծ ասած, դեռ չգիտեմ, սակայն մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Ես շատ ուշադիր հետևում եմ իրավիճակին եւ ամենօրյա զեկույցներ եմ ստանում։ Փաստն այն է, որ այս պահին ռետրանսլյատորները չեն գործում։ Լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահը։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Բելարուսի տարածքում իր տվյալներով կան ռետրանսլյատորներ, որոնք օգտագործվում են իշահ-ռուսական զորքերի, իսկ բելարուսական բարելիքը մատակարարվում է Ռուսաստան։ Նրա խոսքով Մինսկին մեկ շաբաթ էր տրամադրվել այդ գործոնները վերացնելու համար։ Հակառակ դեպքում, ըստ Զելենսկու, դա կանի Ուկրաինան։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ ներքին վառելիքային շուկան ապահովելու համար, որտեղ իրավիճակը բարդ է, բայց վերահսկելի։ Նրա խոսքով բենզին եւ ավիացիոն կերոսին արտահանման ամբողջական արգելքից բացի ներկայումս քննարկում է նաեւ դիզելային վառելիքի արտահանման լիակատար արգելքի հարցը։ Մենք առավելագույնի ենք հասցրել բոլոր նավթավերամշակման գործարանների հզորությունը, կրճատել ենք սպասարկման ժամանակը եւ վերանշանակել ենք պլանային սպասարկումը։ Էներգետիկայի նախարարությունը խստորեն հետևում է այդ ժամանակացույցներին եւ անընդհատ օպտիմալացնում է դրանք, հավելել է նա։ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն դաշինքի շրջանակներում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս կարծիքը հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա Անկարայում հուլիսի 7-ից 8-ը։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մեր ընդհանուր առաջնահերթությունն է դաշինքի եվրոպական հենասյան եւ դրա զսպման կարողությունների ամրապնդումը։ Մենք կարծում ենք, որ կարևոր է ամրապնդել տրանսատլանտյան կապերը եւ եվրոպացի դաշնակիցները ավելի մեծ պատասխանատվություն կստանձնեն դաշինքի շրջանակներում։ Այս մասին Էրդողանն ասել է Անկարայում իր լեհ գործընկեր Կարոլ Նավրոցկիի հետ բանակցություններից հետո։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանը կկատարի ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, սակայն Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին։ Նրա խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Բալիստիկ հրթիռների վերաբերյալ որևէ բանակցություն չի եղել եւ չի լինելու։ Մենք ԱՄՆ-ի նկատմամբ վերաբերվում ենք անվստահությամբ, քանի որ բանակցությունների ընթացքում երկու անգամ ենթարկվել ենք հարձակումների։ Միևնույն ժամանակ մենք միշտ պատրաստ ենք երկխոսությանը եւ խաղաղությանը, ասել է Փեզեշքյանը։ Նա այս մասին խոսել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ, որի երկիրը հանդես է գալիս որպես միջնորդ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցություններում։ Փեզեշքյանը նաեւ նշել է, որ Իրանը մտադիր չէ գլուխ խոնարհել օրինական եւ անմարդկային պահանջների առաջ։ Մենք հավատարիմ ենք այն ամենին, ինչ ստորագրել ենք վերջին համաձայնագրում։ Եթե հակառակ կողմը պահպանի իր պարտավորությունները եւ չանցնի սահմանված շրջանակներից, ապա մենք էլ կգործենք համապատասխանաբար, հավելել է Իրանի նախագահը։ Եղանակն առաջիկա օրերին հանրապետության տարածքում հունիսի 27-ին շրջանների զգալի մասում 25-ից ցերեկը, 26-ի գիշերը եւ կեսօրից հետո 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 28-ի ցերեկը 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 25-ի ցերեկը կբարձրանա 2-ից 4 աստիճանով։ Երևանում հունիսի 25-ի երեկոյան 26-ի գիշերը եւ 27-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հունիսի 28-ից 29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։